Դուք նմանություն տեսնում եք եկեղեցիների դեմ արշավներում։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանում նույնպես սկսվեցին հակաեկեղեցական գործողություններ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» կարգախոսով։ Սկզբում դրանք արտահայտվեցին մի քանի ակցիաներով, սակայն 2025-ին նոր թափ ստացան։ Ձերբակալեցին Բագրատ arczepiskopos Գալստանյանին, դրան հաջորդեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի ձերբակալությունը, 2 տարով ազատազրկումը։ Բանտում հայտնվեց նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը։ Մենք չենք խոչընդոտում, դուք եք խոչընդոտում։ Լրագրողների աշխատանքը խոչընդոտելը Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը։ Այդ նոր փուլը Փաշինյանը մեկնարկեց Հովանավանքում կարգալույծ եղած քահանայի մատուցած կեղծ պատարագին մասնակցելով։ Այս արշավը ընթացքի մեջ է, աչքի առաջ ունենալով Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի փորձը։ Ինչպես կավարտվի, կաթողիկոսի ու հասարակության քայլերից է կախված։